Տուրբոզավրեր առաջ։ Տուրբոզավրեր առաջ։ Թողեք գործերը։ Տուրբոզավրեր առաջ։ Մոտենակ ասները։ Տուրբոզավրեր առաջ։ Դուք միշտպես հետ եք իջել հոտ պատահի։ Միայն կանչիր դու։ Տուրբոզավրեր առաջ։ Հիմա ինչ անեմ։ Լավ, սպասում եմ։ Մեքենան չի կարողանում անցնել։ Գիշերվա փոթորկից հետո ամբողջ ճանապարհին տապալված ծառեր են, իսկ ես շտապ պիտի քաղաք գնամ։ Իպոլիտ։ Կատյա, վազենք տուրբոզավրերի մոտ, ճանապարհը մաքրել է պետք։ Այս փոթորիկն իսկական հրավառություն է։ Քամի, ամպրոպ, կայծակ, աղմուկ, ծառերն են ընկնում։ Հա, ճանապարհը փակ է, տատիկն էլ չի կարողանում քաղաք հասնել։ Գնում եմ հետախուզման, իսկ դուք թիմը հավաքեք։ Ճանապարհին 9 ծառ կա։ Մեկը շատ մեծ է, բացի այդ խորը ջրափոս կա։ Գետն էլ վնասել է կամուրջը, պետք է նորոգել։ Աշխատանքը շատ է, մեզ տորն ու թրակն են պետք։ Գնաց են, անձրևից հետո երևի 7-րդ երազն են տեսնում։ Ստիպված ենք արթնացնել։ Տոր, թրակ։ Նրանց նույնիսկ ամպրոպն ու կայծակը չեն արթնացրել։ Բա ինչ անենք, առանց նրանց գլուխ չենք անի։ Ես ձևը գիտեմ։ Տուրբոզավրեր, առաջ։ Խնդրեմ, բոլորը պատրաստ են։ Հիմա բոլորս միասին։ Տուրբոզավրեր, առաջ։ Պարզ է, դեռ չեն արթնացել։ Ահա թե ինչ է լինում, երբ վեր ես կենում, բայց չես արթնանում։ Ես քնած չէի, մտքերով էի ընկել։ Ամեն ինչ կարգին է թրակ։ Լավ գործի անցնենք։ Տերևիկներ, դու Տոր, ինչ ես անում, մեզ կարող են տեսնել։ Ինչքան ժամանակ է, որ տանը չենք։ Ահա գին, տատիկի գնալու ժամանակն է, բուլ կարող եք արագացնել։ Իհարկե, անցան գործի, տուրբոզավրեր, առաջ։ Տոր, կսողոցես գերանը։ Թրակ, ազատիր ճանապարհը։ Անկի, ձեր, գնում ենք կամուրջը նորոգելու։ Տատիկը երևի մեզ է փնտրում, դու կարող ես որպես տաքսի աշխատել։ Ամենաարագ ու նրբագեղ տաքսին ձեր տրամադրության տակ է։ Ինձ համար արգելքներ չկան։ Մի անհանգստացեք, ճանապարհը շուտով բաց կլինի։ Տատիկ, կուզես անօթաչու տաքսիով գնալ։ Իհարկե, բայց կկարողանամ ճանապարհն անցնել։ Այս մեքենայով կկարողանաս։ Թրակ, փոխիր կամրջի փտած հիմքերը։
Գալիս են։ Թրակ, թաքնվիր։ Շատ լավ աշխատեցիք։ Կամուրջը ոնց որ նոր լինի։ Դեռ մի 100 տարի էլ կանգուն կմնա։ Սեղմիր դրանց էլ կոճակնով, մենք ավելի հաճախ կհանդիպենք։ Ինչ թորնիկներ ունեմ, ինչ եք նկարում։ Ես թատրոն։ Իսկ ես բալետ։ Տատիկ, բալետ վաղուց ես տեսել։ Ես վերջերս, իսկ այս Ստեփան Պետրովիչը եւ թատրոնում եւ բալետում վաղուց չի եղել։ Ինչու՞։ Պետյա, արի Ստեփան Պետրովիչին ուրախացնենք։ Լավ, ցույց տանք այն պարերը, որ դպրոցի համար էինք պատրաստել։ Բայց մեզ բեմ է պետք։ Հո նրա համար դպրոցում չենք մարել։ Կատյա, ես գիտեմ, թե մեզ ով կօգնի բեմ կառուցել։ Ես էլ գիտեմ։ Իսկ ես օրինակ չգիտեմ, թե ինչ է թատրոնը։ Ես էլ բալետը չգիտեմ ինչ է։ Իսկ ես ոչ մեկի մասին գիտեմ, ոչ էլ մյուսի։ Դա նույն կինոն է, բայց կենթանի դերասաններով։ Էկրանի փոխարեն էլ բեմ է։ Եկեք միասին ամառային թատրոն կառուցենք։ Իսկ ես հենց նոր լավ տեղ եմ գտել կառույցի համար։ Հենց Ստեփան Պետրովիչի տան մոտ, բայց այնտեղ ինչ-որ գերաններ են ընկած ու մի հին բրեզենտով ծածկված շինարարական վագոն կա։ Այդ բոլորը կարելի է օգտագործել ձեռ։ Ուրա, դուրբոզավեր, առաջ։ Նախ պետք է բեմի համար տարածք ազատել։ Լավ, կազատել։ Ոյ! Ոլ, չմոռանաս դահլիճի համար էլ տեղ ազատել։ Այս կողմ։ Անկի, ինչու ես առանց գործ կանգնել։ Վերցրու գերաններն ու դրանցով բեմ կառուցիր, նկարածիս նման։ Հավասար, ավելի հավասար շարիր։ Ձեր, դու իսկական հուշարար ես։ Իսկ վիրավորելն անպայման չէ։ Վիրավորվելու ինչ կա։ Հուշարարն այն մարդն է, ով թատրոնում դերասաններին իրենց դերն է հուշում, բեմի դիմաց գտնվող հատուկ խցիկից։ Այո, ես բնատուր հուշարար եմ։ Չէ որ հուշել շատ եմ սիրում։ Իսկ ուր է իմ հատուկ խցիկը։ Հոյակապ է, թատրոն։ Դու գիտես, թե թատրոնն ինչ է։ Շատ ամոթ է, եթե որևէ մեկը դա չգիտի։ Ես արդեն վաղուց եմ երազում պրիմադոննա դառնալ։ Իսկ դա ով է պրիմադոնան։ Դա ամենագլխավոր դերասանուհին է։ Ահա, ես էլ քեզ բարերը կհուշեմ։ Ես էլ հուշարարների պրիմադոննան եմ։ Երևի մոռացել եք, որ ներկայացումը տատիկի ու Ստեփան Պետրովիչի համար է։ Իսկ նրանք չպետք է դինոզավրեր տեսնեն։ Դրա համար էլ լավ կլինի թաքնվեք։ Բայց մենք թաքնվել չենք ուզում։ Մենք էլ ենք ուզում նայել։ Իսկ ես երգը գտել եմ։ Պետյա, Կատյա, մեզ բրեզենտով ծածկեք։ Թող տատիկն ու Ստեփան Պետրովիչը կարծեն, թե թատրոնը շարժական է, անիվների վրա։ Հիմա ամեն ինչ կտեսնեք։ Անձամբ ես ոչինչ չեմ տեսնում։ Այսպես։ Վերջ, հանգիստ նստեք։ Գնում ենք հանդիսատեսի հետևից։ Դոր, արի տեղերով փոխվենք։ Քեզ մոտ անցքերն ավելի խոշոր են։
թե ոչ մի բան չկասկածեցին։ Ահա։ Բրավո։ Բրավիսիմո։ Ուղակի գերազանց է։ Մեզ լավ զվարճացիք։ Վասեմ տուն եւ այս առիթով բոլորիս համար համեղ դրփաբլիքներ պատրաստեմ։ Ես կօգնեմ։ Շշմելու էր։ Չգիտեի, որ դուք պարել գիտեք։ Ես օրինակ չէի կարողանա։ Թեև պրիմադոննա եմ, բայց ձեզ չեմ հասնի։ Ես այդպես չեմ խաղում։ Հուշելու ոչինչ չկար։ Ոչ մի գործ հուշարարի համար։ Ուզում ես նոր սերիալներն առաջինը դիտել։ Սեղմիր գրասվել կոճակը։ Ընկերներ, գործերը ոնց են, ինչու եք տխուր։ Ուղղակի տխուր հանգստանում ենք։ Օ, շոկ է։ Նույնիսկ խաղալ չեմ ուզում։ Ուրեմն եկեք գնանք լիճ, լողանալու։ Այս եղանակին լիճ, հիմա քաղաքի կեսն են տեղ է հավաքվել։ Ամբողջ քաղաքը։ Ինչ գիտեք, զեր թռիստ ու գիր։ Հազիվ էի հարմար տեղավորվել։ Ձեր։ Պարզ է, արդեն թռչում եմ։ Այ քեզ բան։ Հիմա զերը մեզ ամեն ինչ ցույց կտա։ Ոյ, Զեկուցում եմ։ Մարդ չկա, բայց այստեղ լողանալն անհնար է։ Ահա որ է։ Սա այսպես թողնել չի կարելի։ Ափի աղբը կարող ենք հավաքել, բայց ինչ անել ջրում եղածի հետ։ Ինչ։ Պետք է մի բան մտածել։ Մտածեցի։ Մենք լաստ կկառուցենք, լաստի վրայից կնետենք ցանցն ու ամեն ինչ կհավաքենք։ Իսկ հետո աղբը կտանենք քաղաք վերամշակման։ Լաստի վրա չենք տեղավորվի։ Եթե նույնիսկ տեղավորվենք, կխորտակվենք։ Գիտեմ, թե ինչ պետք է անել։ Օգտագործենք հեծանիվը։ Նման բան համացանցում եմ տեսել։ Լաստը կշարժվի հեծանվի հաշվին։ Ինչ։ Բայց ինչպես։ Տեսեք, սա լաստն է։ Իսկ կենտրոնում կդնենք հեծանիվը, որը եւ կշարժի լաստը։ Ես կնստեմ հեծանվի վրա, իսկ Կատյան կնետի ցանցը։ Իսկ դուք կօգնեք կառուցել լաստը։ հրաշալի միտք է։ Ինչ որ բան եմ բաց թողել։ Մենք լաստ ենք կառուցում լիճը փրկելու համար։ Անկի, դու կհավաքես կոտրված ծառերն ու կփոխանցես ինձ։ Տրակ, դու կմշակես գերաններն ու կամրացնես հեծանիվը։ Իսկ ջրաշուշաններն ու մնացած ջրային բույսերը, չէ որ դրանք շատ նուրբ են։ Եթե ցանցով դիպչենք ցողուններին, դրանք կկոտրվեն եւ բույսերը կմահանան։ Այնտեղ որտեղ ջրաշուշաններն են, աղբը ձեռքով կհավաքենք։ Դու ինձ ափից կհուշես, որ ոչինչ բաց չթողնեմ։ Իսկ ես, ազնիվ չէ, ես էլ եմ ուզում հուշել։ Եթե ուզում ես, վերևից կհսկես ամբողջ լճի մաքրումը։ Ճիշտ է, հսկելն ինձ մոտ շատ լավ է ստացվում։ Տուրբոզավրեր, առաջ։
պատրաստ է։ Վստահ եք, որ կլողա։ Հաշվի առնելով բոլոր գործոնները, գումարած հեծանվի քաշը եւ ընդհանրապես։ Լողում է, ուրա։ Հիմա նրանք կհավաքեն աղբն ու ամեն ինչ լավ կլինի, իսկ դու չէիր հավատում։ Ուղղակի մի քիչ կասկածում էի։ Այ այնտեղ էլի շիշ կա։ Մի հատ էլ։ Ահա, բաց թողեցիք։ Ահա, լավ է։ Զգույշ եղեք, ջրաշուշաններն արդեն մոտ են։ Այնտեղ պահածոյի տուփ կա։ Պետք է վերցնել։ Այնտեղ էլի աղբ կա։ Այնտեղ էլ։ Ինչ ծանր աշխատանք է։ Իսկ հիմա թրակը կմամլի աղբը եւ մենք այն կտանենք քաղաք վերամշակելու։ Լսեք, հենց նոր հիշեցի։ Ախր մենք նույնիսկ չլողացանք։ Սեղմիր գրանցվել կոճակը ու նայիր տուրբոզավրերի նոր սերիաները։ Հրաշալի տեսք ունես։ Ոչ, այս ծաղիկներն ինձ չեն սազում։ Ուզում եմ ավելի պայծառ, ավելի Ուտելի։ գեղեցիկ։ Հասկանում ես դու, շատ ծաղիկների ծաղկման շրջանն անցել է։ Ինչպես միշտ։ Անտառը շատ մեծ է, ոնց է լինի մի բան կգտնենք։ Ձեր, տոր, անկի, եկեք ծաղիկներ փնտրենք դոյի համար։ Ես դեռ չեմ նախաճաշել, ոչ էլ ճաշել, ոչ էլ ընտրել։ Տոր, նախաճաշից առաջ զբոսնելը շատ օգտակար է։ Տես ինչ գեղեցիկ ծաղիկ է։ Դուր, Օգտակար զբոսանքը վերջացավ։ Հիմա նախաճաշը։ Տոր, քեզ ինչ եղավ։ Սայթաքեցի ռելսի վրա։ ինչ ռելս, ինչ ես խոսում, մենք անտառում ենք։ Ռելսը դա երկաթուղին է։ Որտեղ ես երկաթուղի տեսել։ Երկաթուղի չեմ տեսել, բայց գիտեմ, որ կա։ Ոտքը ծառաբնի է դեմ առել, դու էլ կարծել ես թե ռելս է։ Այստեղ ոչինչ չկա, միայն 4 տերևներ։ Ասում էի, չէ։ Չի կարող պատահել, թե կարող է։ Այն քեզ բան։ Սենսացիա, մենք 5 երկաթուղի ենք գտել ու շոքեքարշ։ Իսկական։ Իսկ քշել հնարավոր է։ Ժամանակին հնարավոր էր, բայց հիմա երևի բոլորովին ժանգոտել է։ Ինչ գեղեցիկ է, եթե միայն կարողանայինք նորոգել։ Դոր, չեմ կարծում, որ դա հնարավոր է։ Անհնարին ոչինչ չկա։ Շարժիչը կարելի է փոխարինել նորով։ Իսկ հետո Իսկ հետո ռելսերը կշարենք շրջանաձև ու սեփական կարուսելը կունենանք։ Շրջանաձև ճանապարհ։ Ձեր սկանավորի տարածքը, հետո կասեմ, թե ինչ է պետք անել։ 1 վայրկյան։ Մեզ պետք են կոճեր, ռելսեր, լուսացույց եւ շարժիչ։ Դրանք կտպենք տպիչով։ Բուլ դու դրանք կտեղափոխես։ Տորն ու անկին կհավաքեն տապալված ծառերը, որպեսզի դրանք չխանգարեն։ Թրակը նախ կտեղադրի շարժիչը, հետո ռելսերն ու կոճերը։ իսկ ես կտեղափոխեմ բույսերը, որպեսզի չվնասվեն։ Տուրբոզավրեր, առաջ։
պատրաստ եք։ Հիմա պետք է կարգի բերել գնացքը։ Հրաշալի աշխատանք է։ Վաղը մեր գնացքը կկատարի առաջին ռեյսը։ Իսկ մեքենավարն ով է լինելու։ Մեքենավարը կլինեմ ես։ Ինձ գլխարկ է պետք։ Միայն թե ասեք թե որտեղից քաշեմ ու ինչ սեղմեմ։ Ձեր, մեքենավար դառնալու համար նախ պետք է սովորել։ Խոստովանեք, ով է սովորել մեքենավարի գործը։ Շնորհավորում եմ, մեր գնացքը ոչ մի տեղ էլ չի գնում։ Մի անհանգստացեք։ Գնացքը կմեկնի ճիշտ ժամանակին։ Վաղն ամեն ինչ ինքներդ կտեսնեք։ Ժամանակին հենց այսպիսի գնացքով ես մեքենավարի օգնական էի։ Ինչ հիշողություններ կան։ Դե ինչ, գործի անցնենք։ Առաջ իմ օգնականներ։ Պետրովիչն առաջ մեքենավար է եղել։ Նա ինձ պատմել է։ Ասում էր, որ կարոտում է իր աշխատանքը։ Ամեն ինչ նկարել եմ։ Երրորդ անգամն ենք դիտում։ Ինչ գեղեցիկ ծաղիկներ են։ Ստեփան Պետրովիչն իր այգում է աճեցրել ու ինձ է նվիրել։ Մենք էլ մտածեցինք, որ դրանք քեզ շատ կսազեն։ Հավանիր այս տեսանյութը և մենք ավելի հաճախ կհայտնվենք։ Այ այսպես, Ստացիր։ հիմա ինչ կասես։ Շատ ապրես։ Հիմա ոնց ենք անելու։ Եղինջը ծակծկում է։ Տատ, վերջապես երբ ենք կտրելու այս զզվելի եղինջի թուփը։ Ինչեր ես խոսում։ Եղինջն աշխարհի ամենաօգտակար բույսերից մեկն է։ Օրինակ ես չգիտեի։ Իսկ գիտեք, թե եղինջից ինչ համեղ կերակուրներ են պատրաստում։ Ապուրներ, աղցաններ։ Ուզում եմ, եղինջով աղցան եմ ուզում։ Կստանաս քո աղցանը։ Ես գնացի խանութ, իսկ դուք առայժմ պաղպաղակ կերեք, բայց չափը չանցնեք, թե չկհիվանդանաք։ Ուրա! Պաղպաղակի մեջ եղինջ չլցնենք։ Օգտակար է։ Մինչև տատիկի գալը մենք մի քիչ կփորձենք ու վերջ։ Իսկ ձեռքներդ լվացել եք։ Պաղպաղակը պետք է դանդաղ ուտել, թե չէ կոկորդը կցավի։ Բաց թողեք, վերջ տվեք տուրիստեղ պաղպաղակը։ Բաց թող։ Ինչ է կատարվում այստեղ։ Մենք ուղղակի մի քիչ համտեսեցինք։ Երեխան մի ամբողջ դույլ պաղպաղակ է կերել ու հիվանդացել է։ Պոչի շրջանում մի տեսակ դող եմ զգում։ Ապցի։ Տեսար, զգուշացնում էի, չէ։ Իսկ հիմա երկուսդ էլ հիվանդացել եք։ Մենք գնում ենք օգնություն կանչելու։ Իսկ դու, եթե պետք լինի, կթաքնվես ծածկոցի տակ։ Բա ոտքերը ինչ ենք անելու։ Այն երևում է։ Ոտքերս մատով անգամ չդիպչեք։ Ապցի։ Թորնիկս, քեզ համար մեղրով թեյ եմ բերել։ Տեսնես ակնոցներս որտեղ եմ թողել, այսպես ոչինչ չեմ տեսնում։
Երեխայի ոտքերը սառել են, ամբողջովին կապտել են։ Օй, 1 ոտք, 2 ոտք, 3 ոտք, 4 ոտք։ Չի կարող պատահել։ 1 ոտք, 2 ոտք։ Երևի աչքիս է երևում։ Առողջացիր ու հերիք է դեմքդ ծամածրես։ Ասում եք մի դույլ պաղպաղակ է կերել ու հիվանդացել է։ Հիվանդ վիճակում զերը թռչող սարքի վերածվել չի կարող։ Վայ, ահա որ է։ Տատիկը կարող է տեսնել նրան։ Արագ վազենք տուն։ Տուրբոզավրեր, առաջ։ Հիվանդ լինելն ինձ նույնիսկ դուր է գալիս։ Բոլորը խնամում են, անհանգստանում են քո մասին։ Երևի մի շաբաթ էլ հիվանդ մնամ։ Ուրեմն սա է մեր հիվանդը։ Բարեկամս, ես շատ հիվանդ եմ։ Ամեն ինչ պարզ է։ Ձերը շտապ օգնության կարիք ունի։ Խնդիր չկա, հիմա կկազմակերպենք։ Ինչ եք անում, ինձ ուր եք տանում։ Միլիոնավոր տարիներ դինոզավրերը եղինջը որպես դեղաբույս են օգտագործում։ Օգնում է բոլոր դեպքերում։ Չէ, ինչ եղինջ չեմ ուզում։ Ոչ։ Խնդրեմ, ասում էի, չէ՞, հիվանդը միանգամից առողջացավ։ Հիվանդությունը սպասելի նահանջեց։ Գտա, վերջապես ակնոցս գտա։ Ինչ լավ է, հիմա նորից ամեն ինչ տեսնում եմ։ Չի կարելի ծիծաղել հիվանդ դինոզավրերի վրա, պարզ է։